Մերձավոր Արևելքում ռազմական վիճակը շարունակում է սրվել։ Վերջին տեղեկությունների համաձայն լարվածությունը հատկապես աճել է Հորմուզի նեղուցում, որը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ երթուղիներից մեկը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտել է, որ վերջին գործողությունների ընթացքում ամերիկյան նավատորմը ոչնչացրել է մի քանի ռազմածովային նավ, այդ թվում նաև ականների տեղադրման համար նախատեսված նավեր։ Ըստ պաշտոնական տվյալների, մեկ օրվա ընթացքում ջրի հատակ են ուղարկել շուրջ 16 նաման նավ։ Միաժամանակ CNN-ը հղում անելով ամերիկյան հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրներին տեղեկացրել է, որ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցի որոշ հատվածներում։ Այս քայլը կարող է լուրջ ազդեցություն ունենալ միջազգային առևտրի և հատկապես նավթի փոխադրումների վրա։ Այդ ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը հայտնել է, որ իրականացրել է պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողություններից մեկը։ Իրանական Ֆարս գործակալության տվյալներով գործողությունը տևել է շուրջ 3 ժամ։ Հարձակման ընթացքում արձակվել են մի շարք ծանր բալիստիկ հրթիռներ, որոնք ուղարկվել են Իսրայելի խոշոր քաղաքներ Թել Ավիվի և Հայֆայի ուղղությամբ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ կիրառվել են նաև հարվածային անօդաչու սարքեր։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհմմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ եթե Իսրայելը շարունակի թիրախավորել Իրանի ենթակառուցվածքները, ապա Թեհրանը նույնպես կհարվածի Իսրայելի կարևոր ռազմավարական օբյեկտներին։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ Թեհրանը այլևս չի սահմանափակվում միայն պատասխան գործողություններով և պատրաստ է շարունակական հրթիռային հարվածների։ Միևնույն ժամանակ Իսրայելը նույնպես շարունակում է ռազմական գործողությունները։ Գիշերը նոր հարվածներ են հասցվել Իրանի տարածքում մի շարք թիրախների ուղղությամբ։ Թիրախավորվել են պետական կառույցներ, վարչական շենքեր, ինչպես նաև անվտանգության կառույցներին պատկանող օբյեկտներ։ Տեղական աղբյուրների տվյալներով պայթյուններ են գրանցվել դատարանների և ոստիկանության կառույցների մոտ։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ թիրախ է դարձել նաև Իրանի ֆինանսական համակարգի օբյեկտներից մեկը՝ բանկային հաստատությունը։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի խոսնակը հայտնել է, որ նման գործողությունները կարող են ստիպել Իրանին պատասխան քայլերի դիմել և թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ու իսրայելական տնտեսական կենտրոնները։ Իրանի իշխանությունները բնակչությանը զգուշացրել են անվտանգության նկատառումներով չմոտենալ բանկային կառույցներին և դրանցից առնվազն 1 կիլոմետր հեռավորություն պահպանել։ Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասից հրթիռակոծության ընթացքում վնասվել է բնակելի շենքերից մեկը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանության տվյալներով զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է մեկ հայ երեխա, որը տեղափոխվել է բուժհաստատություն։ Լարված իրավիճակ է եղել նաև Թեհրանի խոշոր մայրուղիներից մեկում։ Ահատակ Բաղերի մայրուղու վրա տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո զոհվել է առնվազն 4 մարդ։ Պայթյունների հետևանքով վնասվել են տասնյակ մեքենաներ, իսկ երթևեկությունը մի քանի ժամով ամբողջությամբ դադարեցվել է։ Իրանական Կարմիր մահիկի տվյալներով պատերազմի ընթացքում վնասվել է մոտ 20,000 քաղաքացիական շինություն։ Վնասված օբյեկտների թվում են նաև հիվանդանոցներ, դպրոցներ և սոցիալական կառույցներ։ Ըստ նույն տվյալների վնասվել է 77 բուժկենտրոն, 65 կրթական հաստատություն և Կարմիր մահիկի կողմից շահագործվող մի շարք շենքեր։ Չնայած այդ կորուստներին, Իրանը շարունակում է ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Իրանական ուժերը հարվածներ են հասցրել նաև Պարսից ծոցի մի շարք երկրներում գտնվող թիրախներին։ Հաղորդվում է, որ Քուվեյթում թիրախավորվել է ամերիկյան ռազմական բազաներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հայտարարության համաձայն այդ հարվածների հետևանքով հասցված վնասները կարող են լինել զգալի։ Միաժամանակ Դուբայի օդանավակայանի հարակից տարածքում 2 անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ։ Սոցիալական ցանցերում նաև տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Իրաքի երկնքում օդում վերալիցքավորվող ամերիկյան ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը։ Ռազմական փորձագետները նշում են, որ նման կադրերի հրապարակումը կարող է վկայել տարածաշրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերի ակտիվացման մասին։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված։ Փոխադարձ հարվածները, քաղաքական հայտարարությունները և ռազմական տեղաշարժերը ցույց են տալիս, որ հակամարտությունը դեռևս հեռու է ավարտից։